Մասնագիտությունը ընտրել եմ 19 թվականին, մինչև պատերազմը, մինչև COVID-ը ավելի ճիշտ, անտիկաֆե ունեինք։ Երիտասարդական տեղ էր, որտեղ լավ ժամանակ էինք անցկացնում, զուգահեռ փորձում էինք նաև մի քիչ գումար աշխատել։ Իդեալոգիա ունեինք, որ քաղաքի համար լավ բան ենք անում։ Իրականում արդարացված իդեալոգիա էր, բայց COVID-ի ժամանակ ինքը մի քիչ խակ բիզնես էր, չձգեցինք։ Հետո երբ որ պատերազմից հետ եկա, մի քիչ արդեն սկսեցի ուրիշ ձև մտածել, կարողա մի քիչ տենց պաթոսով հնչում, բայց ոչ մեր երկիրը, ոչ մենք ինչ որ ուղակի տենց ժամանակ անցկացնելու ժամանակ չունենք։ Ավելի լրջորեն զբաղվել ինչ որ բանով, պետք է ինչ որ արժեք ստեղծել, հնարավորինս անել, շատ աշխատել, որպեսզի պարզ լինի, մինչև այդ կարելի է ասել երբեք թելու ասեղ չէի վերցրել ձեռքս։ Գիշեր-ցերեկ անընդհատ փորձարկումներ անելով, լիքը բաներ փչացնելով, նորից անելով, որ պահի հասկացա, որ արդեն որոշ չափով տիրապետում եմ մասնագիտությանը ու սկսեցի պատվերներ վերցնել, մինչև այսօր։ Ինստիտուտը վերջացրած բանակից եկած իմ տարիքայինների մեջ ասես մի հատ խոսակցություն կար, որ իրար հարցնում էինք ինչ ես անում, ինչով ես զբաղվում։ 50%-ը մինիմում չէր աշխատում։ Ու այդ չաշխատող մասան հիմնականում կամ ինչ որ մի հատ խաբարի էին սպասում, ինչ որ տեղ եմ դիմել, սպասում եմ կամ ասենք Ռուսաստան եմ գնալու կամ սենց կամ նենց։ Իսկ այն մնացած 50%-ը ուղղակի ինչ որ մի տեղ տենց ցածր աշխատավարձով աշխատում էին ու տենց 1000-ից մեկն էր էլի, որ ինչ որ հաջողություններ գրանցել։ Ես տնտեսագետ եմ մասնագիտությամբ։ Հիշում եմ, որ մենք մտածում էինք, որ եթե մեզնից ինչ-որ մեկը հաջողել է, բան կա ընդունվել աշխատանքի, ինքը արդեն լուրջ բան է արել։ Ինիկատիվ ունեմ, որ այդ ժամանակ մեծ հաշվով ինչ-որ տես կայանալու բան չկար, ինչպես նաև կար մի հատ կոմպլեքս սովետական միությունից մնացած։ Մեզ կրթել էին այն մարդիկ, ովքեր որ սովետի ժամանակ էին թրծվել ու մեզ համար բիզնես հասկացողությունը ինքը շատ տենց խորթ էր։ Նույնիսկ մեր ծնողների համար անհասկանալի բան էր բիզնես ասվածը։ Ինչ որ մի հատ ոլորտ էր, որը որ երկար ժամանակ չէր եղել ու մարդիկ մեծ հաշվով պատկերացում չունեին, թե դա ոնց է ալնելու։ Մարդկանց մեջ կար, որ բիզնես ունեն ու բիզնեսով զբաղվում են այն մարդիկ, ովքեր տատից, պապից կամ հորից ինչ որ տնջառանգություն են ստացել, կանաձորում մի քիչ բարդ էր պատկերացնելը, թե որ ուղղությամբ կարելի է կայանալ լավագույն լուծումը ցիվիլ միջավայրում մտնել աշխատելն էր կամ ինչ որ ուժային կառույցում։ Այլընտրանք մեծ հաշվով չկար։ Ու երբ որ մենք անտիկաֆե բացելու այդ գաղափարը եկավ, որոշեցինք անենք, մեծերը խորհուրդ չէին տալիս այդպես գլուխներս քարի տակ գցենք, էլի այդ դարդի տակ գցենք, որովհետև իրենց համար այդպես շատ բարդ ճանապարհ էր դա։ Այս գործը սկսելուց կարելի է ասել ծախս չեմ արել։ Ամբողջությամբ սովորել եմ YouTube-ով ու սեփական փորձի վրա։ Զուգահեռ էլի YouTube-ով սովորել եմ Corel ծրագիրը, որպեսզի կարողանամ իմ գործերը գծագրեմ, իմ իդեաները գծագրեմ։ Սկզբնական շրջանում էլ տենց թեթև մի քանի հատ գործիք եմ առել, մի փոքր կտոր կաշի, ամբողջ ներդրումը իրար հետ վերցրած 20-ից 30 հազար դրամ էր։ Երևի նորից անտիկաֆեից օրինակ բերեմ հստակ։ Երբ որ մենք մաֆիա էինք կազմակերպում, մարդիկ գալիս էին մաֆիայի 4-5 ժամ նույնիսկ մաֆիա էին խաղում ու վերջում որ ասում էինք պետքա վճարեք դրա համար, ասում էին բայց մենք բան չենք կերել ու բան չենք խմել։ Այսինքն այն որ օրինակ ես 4-5 ժամ դե էներգիայի ծախսել ու մաֆիայի վարել, վճարման ենթակա ռեսուրս չէր։ Այն ժամանակ մեղադրում էի մարդկանց, բայց հասկանում եմ, որ ինչ-որ չափով իմ մեջ էլ կա դա։ Ռեսուրս ծախսված համարում ենք այն նյութածախսը, այն ֆինանսական միջոցները, որը որ մենք ծախսել ենք, բայց այն թե քանի գիշեր չենք քնել եւ այլս, չգիտեմ, ինչի արդյունքում անկախ մեզնից չենք հաշվում, որ դա էլ է էլի ռեսուրս։ Կնոջս օգնությամբ սկսել եմ արդեն գնահատել այն ծախսած էներգիան, ժամանակը, իմ ռեսուրսները ու երբ որ պետք էր ինչ-որ արտադրանքի արժեք հասել, ես այտենց չոր հաշվում էի, թե ինչ եմ ծախսել իրա վրա, մի փոքր էլ ավելացնում էի, որպես այտենց ասած օգուտ, բայց ժամանակի ընթացքում կինս այտենց անընդհատ բզում էր, որ դու դրա վրա շատ ժամանակ ես ծախսել, դա աշխատատար է, այն է ու կամաց արդեն ես էլ սկսեցի գնահատել։ Հիմա ռեալ հասկանում եմ, որ գնահատում եմ իմ ծախսած ժամանակը ու ավելի շատ դրա դիմաց եմ ինչ որ արտադրանքի արժեք որոշում, քան կոնկրետ նյութածախսի։ Ամեն մարդ չի կարող ինքը իրան համոզի անընդհատ ու շատ աշխատի։ Մարդիկ կան, որ պետք է գրանցված ինչ որ տեղ լինեն, այլընտրանք չունենան, ստիպված առավոտ X ժամի վեր կենան, գնան երեկոյան X ժամի վերջացնեն։ Այսինքն հիմնականում դա մարդուց է կախված։
Ի սկզբանե որոշել էի ազգանունս դնեմ, հետո դες քննարկման արդյունքում հասկացա, որ չէ, անունը դնելը ավելի սիրուն կլինի։ Հետաքրքիր խոսակցություններ ենք ունենում այդ թեմայով, բայց ես ինքս խոստովանում եմ, որ երևի ինչ-որ էգոիստական դրսևորում էր, որ կոնկրետ իմ անունն եմ ուզում լինի։ Նույն արտադրանքը երկրորդ, երրորդ կամ չգիտեմ 100-րդ անգամ սարքելուց ամեն հաջորդ անգամ ես հստակ զգում եմ, որ ինչ-որ մի բան ավելի լավ է ստացվում մոտս, ավելի լավ եմ պատկերացնում ոնց անեմ։ Իրականում շատ հաճելի է մասնագիտության մեջ, այսինքն ինչ-որ լճացման չես գնում։ Ինքը բնական նյութ է ու ամեն հաջորդ անգամ իր հետ աշխատելուց ինչ-որ նոր ձևով ես բացահայտում այդ նյութը, ինչ-որ ավելի հետաքրքիր է դառնում իր հետ աշխատելը։ Հաճախակի լինում է, որ անկախ ինձնից շրջում եմ ասում եմ ժողովուրդ ահա որ շատ եմ սիրում այս մասնագիտությունը։ Այս տարօրինակ է, բայց այտենց այդ միտքը մոտս գալիս է, որ անդադ այս բարձրաձայն եմ, որ ես շատ սիրում եմ այս մասնագիտությունը։ Իսկ թվում է, քանի դեռ այդ պահը կա, ուրեմն զարգացում լինելու։ Որ եթե ես X հաճախորդի քմահաճույքը չբավարարեմ, այսինքն ինչ որ մի բան է անցել իր մտքով, ինձ է վստահել այդ ու ես այտենց երկար չմտածեմ, չփորձարկեմ, չհասկանամ այդ ոնց կարամ ստանամ, կարող է ժամանակի ընթացքում այդքան չսիրեմ իմ մասնագիտությունը, ինչքան հիմա եմ սիրում։ Մասնագիտության մեջ ինքնավստահությունը չեմ անվանի մենակ այն, որ օրինակ դու ենթադրենք ես գործում լավ վարպետ ես։ Եթե բացի լավ վարպետ լինելը դու նաև կարող ես ռեալիզացիա ապահովես, նաև կարող ես ֆինանսական կայունություն ունենալ, միանշանակ ինքնավստահություն հաղորդում է կյանքում։ Իսկ եթե ես զբաղվեի սրանով որպես հոբի ուղղակի ու միգուցե շատ էլ լավ ստացվեր, բայց ասենք ինքը ինձ բացի ուղղակի բավականություն պատճառելը ուրիշ ոչ մի բան չտար, չեմ կարծում, թե դա իմ կյանքի ինքնավստահության վրա որևէ ազդեցություն կունենար։ Առհասարակ ինձ համար շատ լավ է, որ ծնողը կարող է իր երեխուն ամեն ինչով ապահովի, բայց ես համարում եմ, որ այն երեխեքը, ովքեր որ դժվար են մեծացել, լիքը բաների ծրկված են եղել, դժվարությամբ են ինչ-որ բաների հասնում, այդ երեխեքը արդեն հասուն տարիքում շատ ավելի խորն են պատկերացնում, թե ոնց է պետք ապրել, շատ ավելի լուրջ են վերաբերվում աշխատանքին, շատ ավելի լուրջ են վերաբերվում ընտանիքին, ամեն ինչի արժեքը հասկանում են, իմանում են։ Նույնը ես կարամ վերագրեմ աշխատանքին։ Եթե դու ամեն ինչին դժվարությամբ չես հասնում, ամեն մի փոքր քայլը չես տենում ոնց է եղել, չես զգում քո մաշկի վրա, արժեքը չես հասկանում, ավելի սրտացավ չես մոտենում դրան։ Իմ կարծիքով այն, որ մենք 0-ից հասանք, 0-ից կարեցանք ինչ-որ բան անենք, դրա համար շատ ավելի սրտացավ ենք, շատ ավելի ջանք ենք ներդնում իր զարգացման համար։ Եթե սկզբնական կապիտալով սկսեինք, միգուցե ինչ-որ պահի առաջին իսկ անհաջողության դեպքում ասենք դե լավ, ուրեմն սա մերը չի կամ չի ստացվում կամ եսի ինչ։ Ես Ղարաբաղ եմ ծառայել ու չնայած որ այն ժամանակ ինչ-որ տենց մեծ չէի, որ տենց շատ խորը մտածեի, բայց ամենայն դեպս նույնիսկ այն ժամանակ հասկանում էի, որ ինչ-որ բան են չենք անում։ Մենք մի տեսակ շատ ենք մատների արանքով նայում, մի տեսակ երևի չենք գնահատում, չենք պատկերացնում, որ ռիսկային է այս ամեն ինչը, էլի ու պետք չի սես մատների արանքով նայել։ Հիմա էլ մարդկանց մի հատ շատ մեծ տոկոս մեր անկախությանն է մատների արանքով նայում։ Հասկանում եմ, որ շատ շատերը չեն գնահատում այն, որ մենք հազարավոր ազգերի մեջից այն 100 քանի ազգ կա, որ երկիր ունի ու մեկը մենք ենք, հասկանում եմ, որ ինչ-որ տեսակ կա մարդ, ինչ-որ խումբ կա, որ չի գիտակցում այդ, որ պատրաստ չի այն ամեն ջանքը ներդնի, որ այդ անկախությունը ասենց եղունգներով պահենք, էլի։ Առաջ Արցախն էր։ Հիմա հասկանում եմ, որ այդ անկախությունն է։ Հույս ունեմ նույն ճակատագրին չի արժանանալու, այսինքն adekvat մարդկանց, այն հասկացող մարդկանց տոկոսը ավելի բարձր է առնելու, ինչ որ մի պահի մենք sense չգիտեմ, ինչ որ ես ին որտեղ կամ չենք նստելու զրուցենք, թե մենք ինչը սխալ արեցինք, ոնց եղավ, որ կորցրինք մեր անկախությունը։ Ես մտածում եմ, որ ես այս պահին ունեմ այսքան հնարավորություն, այդքանով պետքա լավը լինեմ, ինչ որ պահի էլ դա ինձ թույլ է տալու, որ ես պահանջեմ, որտեվ եթե ես իմ հասանելիքը, իմ պարտականությունները լավ եմ արել, նաև պահանջում եմ հակառակը, իմ նկատմամբ, որ լավը լինեն։ Այդքանով համարում եմ, որ ես այս պետության ինչ-որ մաս եմ, վաղը մյուս օր էլ իմ երեխեքին եմ դաստիարակելու տենց, որ պետության համար լավ քաղաքացիներ լինեն։ Պատերազմից հետո, նաև Արցախի կորստից հետո կար այդ վախը, ոնց որ հողը կայուն չէր էլի ոտների տակ ու մտածում էիր
Արժե արդյոք այս պայմաններում նոր մարդկանց բերել այս աշխարհ ու կրակը գցել sense ասած։ Հիմա եթե անկեղծ չունեմ այդ վախը։ Հիմա մի քիչ զգում եմ, որ պինդա արդեն հողը կայունացել է ու այս պահին էլ վախ չունեմ ու վստահաբար ուզում եմ երեխեք ունենամ։ Ու ոնց որ ես եմ միշտ մտածել, որ աշխարհն էլ շրջվի այս երկրից չեմ գնալու, տենց եմ դաստիարակելու, թե իրանք ինչ որ պահի ինչ որոշում կայացնեն, բնականաբար իրանց գործն է։ Ես չեմ համարում, որ եթե քո տունը վերանորոգված չի, լավը չի կամ ջուրակաթում, պետք է գնաս հարևանի տանը ապրես ուրեմն։ Ինչ որ պահի այդ հարևանի տունն էլ է ցուրտ ա եղել ու այդ հարևանը կարեցել է սարքի։ Ուրեմն ես էլ կարամ։ Համարում եմ, որ մեր երկիրը ինչքան էլ որ միգուցե թերություններ ունի, ինչքան էլ որ որոշ չափով դժվար է ստեղ ապրելը, բայց եթե պետք է մենք չվերանորոգենք, եթե պետք է մենք այդ չտաքացնենք, չնորոգենք, ով պետք է անի։ Այդ նույն նախորդ մտքի շարունակությունն է, էլի, եթե մենք չենք գնահատում այն ինչ ունենք ու չենք փորձում լավը սարքենք, ինչ որ պահի պրոստը ուրիշն է վերցնելու ու փորձ ինքն է արդեն լավը սարքելու։ Եթե ես այս հողի վրա ծնվել եմ, այս հողից ստացել եմ ամեն ինչ, ինչ որ չափով պարտականություն ունեմ նաև այս հողին ինչ որ բան հետ վերադարձնելու։ Այդ ամենասովորական հարաբերությունները, սկսած ծնող երեխա, սկսած քույր եղբայր կամ ընկերների մեջ, նույն ձև համարում եմ, որ հայրենիքի ու հողի նկատմամբ նույն հարաբերությունները։ Այս մասնագիտության մեջ ամփոփությունը կարելի է ասել կարիերայի ավարտի է բերում, որովհետև այս այն մասնագիտությունն է, որը որ մրցակցային է, այսինքն ես միակը չեմ, որ այս գործով եմ զբաղվում, ոչ միայն մեր երկրում, այլ նաև ամբողջ աշխարհում երևի տենց երկիր չկա, որ այս մասնագիտության դեր մարդիկ չլինեն։ Հաջողելու ամենակարևոր պայմաններից մեկն էլ այն է, որ պետք է ճանասիրաբար աշխատել, հնարավորինս լավ անել գործը, որովհետև դա նաև գնահատվում է։ Հիմնականում խանութներում բան որ դրամապանակը հանում են վճարելու, այսինքն մտնում եմ ավետիսա, բնականաբար շատ ուրախանում եմ։ Մի անգամ շատ բուրըն եմ ռեակցիա տվել, երբ որ նոր էինք սկսել անել, տենց մի տարի, երևի տարի ու կես, անդադ ասում էի, որ օրինակ այն օրը որ փողոցում ինչ-որ մեկին գտնեմ կամ իմ սարքած սումկով կամ չգիտեմ դրամապանակով ու կարծեմ Վանաձորի օրներ, լիքը մարդ հավաքված, ինչ-որ համերգ ու մի հատ կին անցավ sense դեմով, ասեմ որ իրար բրթելով անցնում են, Վանաձորի օրվան ցալնոց, մի կերպ, ասես մի տեղ տվեցի, որ անցնի, ու ասենց աշկս ընկավ, տեսա, իմ սարկած սումկեն է, պայուսակն է, այդ ժամանակ եմ բուրըն ռեակցիա տվել, ու ասես խառնվել եմ իրար ուրախացած, բզում եմ կողքիններից, կնոջս ընկերներից, որ տեսեք, բան, դա երևի այդ ամենաբուրըն ռեակցիան է եղել, որ տեսել եմ, շատ ուրախացել եմ, արդեն շատ հաճախակի եմ տենում մարդկանց, ովքեր որ իմ կարած արտադրանքներն են կրում, թե արհեստի, թե արվեստի մեջ միշտ մտածում եմ, որ ամենակարևորը մարդու ձեռագիրն է։ Հազարավոր կաշվեիրերի մեջից մի անգամից կհասկանամ, որ դա կոնկրետ իմ սարքածն է։ Ու իմիջիայլոց շատերն են հասկանում, թե ինչ որ մի հատ իդեա կա պայուսակի կամ դրամապանակի, պետք է նաև հասկանաս, թե որ գույնն է ավելի շատ մոտ այդ տարբերակին, որ վերջնարդյունքը հնարավորինս ճաշակով ու սիրուն լինի։ Փորձում ենք նաև մեր ճաշակը մի քիչ թելադրենք, այդ ձեռագիրը պահենք։ Կոնկրետ մեր քաղաքի մասին մի բան կարամ ասեմ, որ այսպես ասած կիսադատարկ տարածություն է, այսինքն բոլոր առումներով հագեցած չի ու եթե դու ամենասենց ասած շաբլոն գործը չես մտածել, եթե ինչ որ գործ ես մտածել, ամենայն հավանականությամբ այդ գործը անող կամ չկա քաղաքում կամ էլ քիչ են։ Այսինքն այն խիստ կոնկուրենցիայի մեջ միանգամից չես մտնում ամենայն դեպս մեր քաղաքում, որը իր հերթին բավականին հեշտացնում է ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ նաև կա իր դժվարությունները այն առումով, որ նախ կենսամակարդակը բարձր չի, հետո կա այն մտածելակերպը, որ մարդիկ ուզում են անպայման տեսնեն, նոր առնեն, օնլայն առևտուրը նոր է սկսում զարգանալ։ Խնդիրը այն էր, որ պետք էր մարդկանց բացատրել Չինաստանից պատվիրած պայուսակի ու իմ կարած պայուսակի մեջ շատ մեծ տարբերություններ կա ու արդարացված է իր գինը։ Սովետական ժամանակներից էլի եկած բան է, երբ որ մարդը ինչքան ունիվերսալ էր ելնում, պրակտիկայում ավելի լավ էր, ասես ասած կյանքը ավելի հեշտ էր։ Հիմա ժամանակները փոխվում են ու նաև մարդիկ սկսում են ուրիշների աշխատանքը հարգել, ամենայն դեպս երիտասարդները չեն փորձում արդեն ամեն ինչ անեն։ Ուղղակի փորձում են իրանք գործը լավ տիրապետեն, իսկ մնացած գործերի համար թող անեն այն մարդիկ, ովքեր որ դա ավելի լավ են անում։ Մտածում ենք, որ
փորձում եմ պատճառը հետևանքային կապը գտնեմ, թե ինչի է տենց, որ մենք հանգստին տենց լուրջ նշանակություն չենք տալիս։ Ինձ թվում է այդ նրանից է, որ մենք 90-ականների սերունդն ենք, այսինքն մենք ապրել ենք 90-ականների ու 2000-ականներին, երբ որ մարդիկ շատ դժվարությամբ են դաժե հացի փող հայթայթել ու որ հանգստի մասին մտածելը, եղմ ասած, արդի չի եղել այդ ժամանակ, իսկ մենք դրա մեջ ենք մեծացել։ Մենք չենք տեսել այդ ժամանակ ամենայն դեպս, որ մեր ծնողները օրինակի համար իրանց հանգիստը կարևոր էին կամ ասենք տարին գոնե մի անգամ ինչ-որ տեղ գնային հանգստանալու։ Ամենայն դեպս ես չեմ տեսել այդպես։ Նոր որ վերջի, ասենք մի քանի տարվա ընթացքում, որ բացի պետության կենսամակարդակից նաև լոկալ, ասենք ընտանիքի կենսամակարդակն է մի քիչ բարձրանում, արդեն նոր սկսում ենք մտածել, որ միգուցե մի քիչ ուշադրություն դարձնենք մեր հանգստին, միգուցե մենք մեզ ֆիզիկապես շատ ենք նեղում, միգուցե պետք է գնալ ինչ-որ տեղ մի քիչ, ասենց ասած, օդափոխվել մի հատ, չէ՞։ Կնոջս հետ գնացել էինք հանգստանալու ու եվրոպացի տատի պապիներ էին եկել։ Զբանով նայում էի, ասում էի, ինչ լավ է, չէ՞, մարդիկ սաղ կյանք աշխատել են, հիմա ասենց վայելում են։ Ու հետո ասենց սկսեցի մտածել, որ ես ասում եմ, որ դա լավ է, բայց ես չէի ուզի տենց լիներ, որովհետև նաև կուզեմ, որ երիտասարդ ժամանակ ես աշխարհը տենամ, չգիտեմ, ինչ-որ հաճույքներից օգտվեմ, ինչ-որ լիքը բան տենամ, ծերության ժամանակ արդեն գնալ ֆռալ, ինձ թվում է այն հաճույքը չի, ինչ որ երիտասարդ ժամանակ կարելի է ստանալ։ Մենք շատ երկար տարիներով նախ պետություն չենք ունեցել, գումարած սոված ենք եղել ու ուտելիքը ինքը իրանով ասենց ասած ճոխություն ա եղել։ Մեր մեծերի, մեր ծնողների ժամանակի մարդկանց որ լսում ես կամ տատի պապիների մարդիկ իրար մաղարի չանելը նաև իրար հաց տալն ա եղել, որ սեղան գցել հաց ուտելը։ Այդ ձևով մարդիկ հարց են լուծել։ Այսինքն ինչ տիպի բարձր բան է դա, որ մարդուն կերակրելով դու կարեցել ես ինչ-որ տեղ հարց լուծես, էլի։ Այդ սոված մարդկանց, սոված ժողովրդի բան է, էլի, դա չի կարա ասենք, որ Եվրոպացուն դու, չգիտեմ, Ֆրանսիացուն ինչ-որ սեղան գցես ու դրանով հարց լուծես, որ դրա կարիքը չունի, էլ կարա չօգտվի էլ, չէ։ Իսկ մեր մոտ տես չի եղել, մենք այն որ տակուց տենց այդ մեր ներսում այդ սովը եղել է ու այդ ձևով մենք կարեցել ենք մարդկանց հարց լուծել։ Ես նախ չեմ կարծում, որ աշխարհում կա ինչ-որ տեղ, որտեղ որ այդ բացերը չկան։ Ստեի բացերը գոնե մեր բացերն է։ Այսինքն մեզ սովոր բացերն է ու մենք արդեն իմունիտետ ունենք դրա։ Եթե մենք քայլում ենք փողոցում օրինակի համար ու տենում ենք ինչ-որ բաներ, որը որ մեզ դուր չի գալիս, որը որ համարում ենք, որ պետք է չլինի, հիմնականում առաջի անգամ չենք տենում։ Այդ այն փոքր ժամանակվանից տեսել ենք դա մեր աչքին սովոր բան է։ Քանի որ շատ երկար տարիներ մեր քաղաքում կարելի է ասել գործ չի արվել։ Հիմա արվում է աշխատանք, որպեսզի ապահովի այն մինիմալը, որը որ գոնե պետք է լինի քաղաքում։ Գոնե քաղաքը պետք է ունենա, չգիտեմ, հարթ ճանապարհ էլի։ Ու ես չգիտեմ այն ինչ որ ինձ այս աշխատանքների մեջ որ ինձ դուր չի գալիս, ինչ որ մեկի վատ ճաշակն է, թե ուղղակի մինիմալը ապահովելուց հետո նոր կսկսենք ավելի ճաշակով բաներ անել։ Ինչ որ չափով հասկանում եմ, որ առհասարակ երկրների զարգացումը տենց է ալնում, այսինքն ինչ որ պահի մինիմալը ապահովում ենք, հետո նոր սկսում ենք ճաշակով բաներ, ճաշակի մասին, ինչ որ գեղեցկության մասին մտածել։ Իրականում մենակ պետություններին չի դա վերաբերվում, մարդկանց էլ է վերաբերվում, եթե կհիշես 90-ականների վերջ 2000-ականների սկիզբ սեփական տների դարպասները հիմնականում ներկած չէին, ժանգոտ էին։ Ինչ որ պահ եկավ, երբ որ մարդը արդեն, չգիտեմ, իր ապրոստի միջոցը ապահովել է, իր տարբեր կարիքները ապահովել է ու սկսում է գեղեցկության մասին մտածել, արդեն իր դարպասներն է ներկում, արդեն, չգիտեմ, բակում ինչ-որ ծաղիկներ է ցանում։ Այս պահին մեր քաղաքում էլ, մեր երկրում էլ այդ մինիմալը ապահովելու, ամենաառաջնային կարիքները ապահովելու շրջանն է։ Այս շրջանը որ անցնի, նոր կսկսենք մի քիչ ավելի գեղեցկության ու խելացի լուծումների հետևից գնալ, ու պետք է համեմատելու բաներ ունենաս, որ հասկանաս, որ նա ավելի լավ է։ Ինչի համար եմ ես միշտ կարևորում շրջագայելը, ընդ որում մի քիչ ավելի համեմատաբար զարգացած երկրներ գնալը, որպեսզի մենք հասկանանք, թե
ինչ ձև ալնում ուրիշ մարդիկ ուրիշ ոնց են կարեցել անել։ Զալահատակ ենք շարել ու դա ինձ համար դա ընդհանրապես ճաշակով չի, կարող է դա ճաշակով համարեի, եթե ուրիշ բան տեսած չլինեի։ Համարում եմ, որ դա ճաշակով չի, որովհետև տեսել եմ, թե ինչ ձև ալնում, որ սիրուն ալնում։ Ընդհանրապես կարելի է պայքարել դրա դեմ։ Թողնել գնալ ուրիշ երկիր ու փորձել, չգիտեմ, ուրիշների ստեղծածը վայելել, ամենայն դեպս իմը չի։ Ես ու կինս մի հատ կարևոր խոսակցություն ունենք, մենք պարբերաբար այդ մասին իրար հետ խոսում ենք, թե 5 տարի հետո որտեղ ենք մեզ պատկերացնում ու ինչ ենք անում դրան հասնելու համար։ Եթե կողակից գոհարը չլներ, ես չեմ կարծում, որ սենց կհաջողեի։ Ինքը կոնկրետ այս գործի վերումով ամեն առումով կանգնած է եղել կողքս։ Թե ինչ-որ պահերի, որ կարող անկճված եմ եղել, ինչ-որ պահերի ինչ-որ բան չի ստացվել, թե երբ որ նայել եմ ապագային ու լավ չեմ պատկերացրել, թե ոնց է պետք առաջ շարժվել, միշտ ինքը կողքս կանգնած է։ Բարի խորհուրդը, թե օգնությունը, թե ֆիզիկական օգնությունը, բոլոր առումներով միշտ զգացել եմ, որ այդ ժամանակ ասում են տղամարդն է կնոջ համար թիկունք, բայց զգացել եմ, որ ինքը իմ թիկունքին կանգնած է։ Մեր բրենդի հաջողության 50%-ը ես եմ, 50%-ը Գոհարը, 50%-ը իմն է, 50%-ը Գոհարին։